Ազգակործան պատուասը երեք հանդես եկավ հերթական աղմկահարույց հայտարարություններով, նշելով, որ պատարակներից առաջ եկեղեցիներում պետք է հնչի Հայաստանի Հանրապետության օրհներգը, ինչպես նաև եկեղեցիների դիմաց պետք է կանգնեցվեն պետական դրոշներ։ Ըստ էության Փաշինյանական վարչախումբը փորձ է անում հայ առաքելական եկեղեցու կարգավիճակը իջեցնել մինչև բողոքական եկեղեցիների կարգավիճակին համահավասար, որովհետև նմանատիպ ավանդույթներ չունեն ոչ կաթոլիկ եկեղեցին եւ ոչ ուղղափառ եկեղեցին։ Դրան զուգահեռ մենք տեսնում ենք, որ իշխող վարչախումբը շարունակում է ռեպրեսիվ քաղաքականությունը իր քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ։ Այս եւ այլ հարցերի շուրջ այսօր ես զրուցել եմ Դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցի հետ։ Բարև պարոն Սուրենյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները երեք աղմկահարույց էին եւ ըստ էության նա կարծես թե հերթական անգամ փորձ է անում խորացնել պետություն եկեղեցի հակադրությունը, հատկապես հետաքրքրական էր նրա այն խոսքը, որ Բրդատ երրորդ մեծի օրոք մենք ընդունել ենք քրիստոնեություն, այսինքն պետությունն է ընդունել կրոն եւ ստեղծել հայոց եկեղեցին, որը որ բնականաբար այդպես չէր։ Ըստ ինչի է միտված սա։ Բնականաբար պատմական խեղաթյուրումներով է ուղեկցում նրա խոսքը, կամ միտումնավոր է խեղաթյուրում պատմությունը, դա էլ հետո համապատասխան քննությունը կպարզի։ Բնականաբար հայ առաքելական եկեղեցին չի ստեղծվել պետության կողմից եւ դա ամենևին էլ 301 թվականին տեղի չունեցել, առաքելահաստատ բնույթ է եկեղեցուն, նա դնում է կասկածի տակ։ Իսկ դա ի վերջո բերելու է հայ առաքելական եկեղեցու լեգիտիմությունը կասկածի տակ դնելու։ Եկեղեցի ստեղծել են առաքյալները Թադեոսն ու Բարտոլոմեոսը, եկեղեցի ինստիտուցիոնալիզացիան ու պետություն եկեղեցու հարաբերությունների նոր մոդել է եղել 301 թվականից հետո, երբ որ պետական կրոն ճանաչվեց քրիստոնեությունը եւ Գրիգոր Լուսավորիչը դարձավ առաջին կաթողիկոսը։ Հիմա Նիկոլ Փաշինյանը փորձում է ամբողջ ծիսակարգը, աղոթակարգը եկեղեցու վերափոխել։ Այն ինչին նա ձգտում է, ըստ էության դավանափոխություն է, որտեղ որևէ կապ չի ունենալու հայ առաքելական եկեղեցու կանոնիկ իրավունքի կառավարման ինքնիշխանության, ինչպես նաև աշխարհիկ պետության սկզբունքների հետ։ Շատ պարզ խոսենք, որովհետև Սահմանադրության 17-րդ հոդվածը թույլ չի տալիս այն, ինչը ինքը հռչակում է որպես անհրաժեշտություններ, օրհներգի հնչեցում օրինակ։ Ինչ ասեմ, կամ չի հասկացել, որ եկեղեցին համազգային կառույց է եւ միայն Հայաստանի տարածքով չի ամփոփվում։ Կամ հասկանալով հերթական անգամ գնում է եկեղեցու մասնատմանը, որտեղ օրինակ Թուրքիայում գործող հայոց եկեղեցիներում ինչ է հնչելու, ըստ իր տրամաբանության Թուրքիայի հիմնը։ Եվ այդ եկեղեցիների հարևանությամբ թուրքական դրոշն է բարձրացվելու։ Սա մեկ, այդ նույնը վերաբերվում է նաև դրոշին։ Սա կամ խորը չիմացության կամ ամեն ինչ իմանալով ըստ էության դավանափոխության հարկադրական դավանափոխության տանելու ճանապարհ է։ Էլ չեմ խոսում այն ճանապարհային քարտեզ կոչված այլանդակության մասին, որը ենթադրում է, որ եկեղեցուց ստանալու ենք վարչապետինքից հոգևոր հարցերով խորհուրդ։ Վարչապետին առընթեր, որովհետև ստացվում է համ տեղապահի ընտրության ժամանակ եւ կանոնագրքի մշակման ժամանակ եւ նոր կաթողիկոսի ընտրության փուլում եկեղեցին ունենալու է ուղղակի կամ անուղղակի պետություն ունենալու է ուղղակի եւ անուղղակի շատ մեծ մասնակցություն։ Այն ինչ Նիկոլ Փաշինյանը խոսում է վերջին երկու օրերին մագիստրալ եկեղեցիներում նույնպես տարակուսանքով են ընդունելու, դուք ձեր բացման խոսքում շատ դիպուկ նկատեցիք, նրա առաջարկությունները անհարիր չեն նաև ուղղափառ
կաթոլիկ եկեղեցիների համար եւ ընդհանրապես անհեթեթություն է 21-րդ դարում նման ոտնձգություն կատարել աշխարհիկ պետության սկզբունքի դեմ։ Այստեղ շատ կարևոր է, որ մենք անընդհատ մի բան արձանագրենք։ Այո, եկեղեցու խնդիրը մեր համար ինքնության հարց է, բայց տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանը ոտնձգություն է կատարում առաջին հերթին իրավունքի դեմ։ Նա սահմանադրությամբ պատվիրակված չի կատարել այն քայլերը, որոնք կատարում է։ Ավելին ասեմ, սահմանադրության 17-րդ հոդվածը կտրուկ արգելում է որևէ վարչապետի, թվում Նիկոլ Փաշինյանին, այսպես կոչված բարեփոխիչի դեր ստանձնել եկեղեցու հետ կապված հարցերում։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը փորձ է անում քայլ առ քայլ կազմալուծել հայ առաքելական եկեղեցին, նա վերջին շաբաթներին, այսպես ասած, պատերակների էր այցելում, վերջինը տեղ ունեցավ Գյումրիում եւ Գյումրին հստակ դիմադրություն ցույց տվեց, կարող ենք այդտեղ փաստել, հա։ Որն է վերջնակետը իր այս արշավի։ Տեսեք, միջև Տիրադավ եպիսկոպոսներին հավաքագրելը նրա մարզային այցերը իմաստուն էին։ Իր օրակարգի տեսանկյունից եմ ասում, որովհետև նա փորձում էր այդ պառակտման վիրուսը մտցնել եկեղեցու պատերից ներս, ի վերջո հաջողվեց իրեն։ Հանուն արդարության ասենք, գտավ 10 արդեն բացահայտված Տիրադավ արքեպիսկոպոս եւ եպիսկոպոսներ, ես չեմ բացառում, որ թիվը ավելի մեծ լինի, ցավոք սրտի, որտեվ մեր հոգևոր դասն էլ այս փորձությունը ցույց տվեց, որ ամենևին էլ մոնոլիթ եւ բարձր որակներով օժտված չի։ Դրանից հետո շատ պարզ էր, որ նա Գյումրում ռեպետիցիա է անելու, այսինքն փորձարկելու է մի հատ սցենար, որ հետո Մայրաթոռում փորձարկի։ Այո, Գյումրիում կար դիմադրություն, գոնե թեմի բոլոր քահանաները, 29 քահանաներ հրաժարվեցին հակականոնիկ պատարագին մասնակցել կամ այդ պատարագը վարել, նույնիսկ մոմա վաճառները չէին գնացել, բոյկոտել էին Փաշինյանի եւ այլն, բայց հենց Գյումրիում տեղի ունեցավ մի կարևոր իրադարձություն։ Ալեն Սիմոնյանը ոչ պատահաբար անասավորեց հաջորդ անգամ Մայրաթոռի վրա արշավելու իրենց պլանը։ Երևի որևէ մեկը չի կասկածում, որ անգամ տուալետ սեփական ցանկությամբ գնալու կարողություն չունեցող որևէ ԿՊԱ-ական չէր կարող ինքնուրույն նման հայտարարություն անել։ Այնտեղ մնացել են միայն համարակալում ունեցող ուսապարկերը, որոնք պիտի կրկնեն այն, ինչ որ իրանց շեֆը ուզում է, տվյալ պարագայում հասարակական կարծիքի զոնդաժ կամ ապրոբացիա արեցին Ալեն Սիմոնյանի շուրթերով եւ անմիջապես դրան հաջորդեց Նիկոլ Փաշինյանի ձեր արդեն թվարկած բոլոր ճակերտավոր նախաձեռնությունները օրներքի վերաբերյալ, դրոշի վերաբերյալ եւ արդեն նաեւ այդ ճանապարհային քարտեզ կոչվածը։ Ես ուզում եմ նաեւ հստակ մեր հեռուստադիտողի համար արձանագրենք, որ փոխվել են նաեւ Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական կամպանիայի ռետորաբանությունը։ Ինչով։ Եթե միջև եպիսկոպոսների ուրացումը, այդ 10 եպիսկոպոսների, նա շեշտը դնում էր կուսակրոնության ուխտի խախտման վրա, վեհապարի դեմ կամպանիայում, հիմա շեշտը դնում է նրա գործակալ լինելու վրա։ Այսինքն սա նշանակում է, որ նա այդ հիմքով հերթական ոտնձգության գնալու ինչ-որ պլաններ ունի մշակած, այնուամենայնիվ եկեք համաձայնվենք, որ կուսակրոնության ուխտի հիմքով թողենք դրանց շուրջ բովանդակային վեճերը ճիշտ են, սխալ են, կոռեկտ չի նույնիսկ քննարկելը եւ այդ քննարկումը եթե հարկե միայն եկեղեցու պատերից, այո, բայց եկեք համաձայնվենք, որ այդ կուսակրոնության ուխտի խախտման հիմքով ինքը կաթողիկոսին չէր կարող օրինակ քրեական պատասխանատվության ենթարկել, հա, ազատությունից զրկել։ Այլ է խնդիրը, երբ որ նա թիրախավորում է վեհապարին, օրինակ ԿԳԲ-ի գործակալ լինելու
իբրև թե լինելու մոտիվով, այս դեպքում ըստ անհրաժեշտության նա կարող է չվարանել եւ գնալ շատ ողորմելի ու քստմնելի քայլի, ասենք կալանավորել կաթողիկոսին։ Դրա համար ես ենթադրում եմ, որ մինչև նոր տարի կամ ամանոր մենք զարգացումներ ենք տեսնելու Մայրաթորի շուրջ, որովհետև այլ բան անելու ռեսուրսն ու պոտենցիալն էլ չունի Նիկոլ Փաշինյանը, անկեղծ լինենք։ Ինչ-որ մի հատ գյուղում մի նոր պատարակը այս իր էսկալացիայի բարձրացած մակարդակի հետ չի խոսալու։ Հետո հիմնական խնդիրը, որ պիտի Մայրաթոր արշավելուց առաջ աներ, եպիսկոպոսած դասը պարակներ արդեն արել է, հետևաբար տրամաբանական հաջորդ քայլը ասպատակությունն է, Մայրաթորի ասպատակությունն է։ Արդեն գրեթե մոտ 1 ամիս կալանավորված են Իմնեմնիմի փոդքասթի համահեղինակներ, քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյանը, Վազգեն Սահաթելյանը, ձերբակալվեց, կալանավորվեց նաև Արշակ Սրբազանը, երեկ էլ տեսանք, որ հարձակում եղավ Միրհան Հակոբյանի վրա։ Այս քայլերը ռեժիմի կողմից, որոնք հստակ ուղղորդված են իրենց քաղաքական հայացքները չկիսող մարդկանց նկատմամբ բռնաճնշումներ իրականացնելու, ինչի են հանգեցնելու։ Նիկոլ Փաշինյանի խնդիրը շատ պարզ է։ Ձեր նշած բոլոր անձիկ ըստ էության անազատության մեջ են ռեժիմից տարբերվող դիրքորոշում ունենալու համար։ Եվ բարձրաձայնելու։ Հա, բարձրաձայնելու, ունենալու եւ բարձրաձայնելու համար ամենաթարմ դեմքը Միրանի դեպքն է, շատ եթե ուզենք էլ այլ պատճառ չեն կարող գտնել, որովհետեւ այդ մարդը գիտնական մարդ է, որը երբեմն կամ շատ հաճախակի Facebook-յան գրառումներով իր դիրքորոշումներն է ներկայացնում։ Նարեկի Վազգենի պարագայում այդ առավել քան ակնհայտ է, որովհետեւ պոպուլյար հաղորդում, մեծ լսարանով, աճող հեղինակություն եւ այլն, նույնը վերաբերում է Արշակ Սրբազանին, ի վերջո Արշակ Սրբազանի եւ դիրքորոշումներն ու խոսքը ռեժիմին դուր չէին գալիս եւ հատկապես իր հայտնի ելույթը։ Նաեւ հայտնի ելույթը Ծիծեռնակաբերդում, բացի չմոռանանք, որ ինստիտուցիոնալ կայունությունը եկեղեցու որպես դիվանաբեդ նաեւ մեծ հաշվով Արշակ Սրբազանից էր կախված։ Հիմա շատ բարձ խնդիր, երկու խնդիր է լուծում Նիկոլ Փաշինյանը։ Նախ նա ստեղծում է տոտալիտար համակարգ։ Մայիս ամսից իմ բոլոր հարցազրույցներում ես պնդում եմ։ Մայիս ամսից։ Նայեք տրամաբանությունը ոնց ձնագնդի էֆեկտով այդ միտումները մեծացան, հասան մինչև այսօրը, որ մենք զրուցում ենք։ Բագրատ Սրբազան, Սամվել Կարապետյան, Միքայել Սրբազան ու այդպես գլորվեց, հետո նորանոր ինստիտուտներ ու մարդիկ դարձան ԶԼՄ-ներ, հաջորդ իդեպ ամենախոշոր հարվածը հենց ինստիտուցիոնալ առումով ԶԼՄ-ներն են կրելու, ինձ թվում է։ Արդեն ոչ թե անձերի մակարդակով, այլ հենց ինստիտուտի իմաստով։ Չնայած ձեր վրայով արդեն է տանցել է գույքի արգրավում եւ այլն եւ այլն։ Ուրեմն մեկը 2026-ից առաջ դաշտը մաքրելն է բոլոր օպոնենտներից, կամ միայն այն օպոնենտներին թողելը, որոնք ֆիլտրվելու են եւ համարվելու իշխանության կողմից։ Մյուս խնդիրը, որով այս ձերբակալությունները, ռեպրեսիաները պիտի սպասարկեն, մյուս խնդիրը դա բանն է։ Անշուշտ հասարակության ահաբեկելն է, նրան ապաթիայի մեջ դեպի ապատիկ տրամադրություններ մղելը, որովհետև գիտեք, եթե խորհրդանական ընտրություններից առաջ հասարակությունը հայտնվի ապաթիայի մեջ, սա ավտոմատ բերելու է ընտրողների թվի շեշտակի նվազման, իսկ ինչքան քիչ առնում ընտրությունների ընտրողների մասնակցությունը, այնքան լայն դաշտ է բացվում իշխանության կամայականությունների, վարչական ռեսուրսի, թվանկարչության համար։ Մենք շատ մոտ ենք մի հանգրվանի, որ այլևս ձևական առումով էլեկտորալ անդոր չի լինելու։ Այսինքն, եթե միջև հիմա օրինակ այսպես էր եղել, հատկապես թիմ ընտրություններում, թողել էին ընտրությունները տեղի էին ունեցել, առանձնապես վարչական ռեսուրսը, եթե մի կողմ դնենք, տեղամասերում հորի միջամտություն չէր եղել, հիմա ես կարծում եմ այդ փուլը փակվելու է, այսինքն
բառից բուն իմաստով ընտրական բիրտ միջամտություններ են լինելու, դրան նպաստում է նաև Բրյուսելի բյուրոկրատիան, որը փոխանակ գնահատականներ տա Հայաստանում ստեղծված ավտորիտար միջավայրին, հակառակը միլիոնավոր եվրոներով խրախուսում է Հայաստանում մոլդովական սցենարի ներդրումը։ Այսինքն շատ պարզ է խնդիրը, ահաբեկել հասարակությանը, չեզոքացնել հնարավոր կոնկուրենտներին եւ 2026-ը ամեն ինչ անել ընտրությունների բովանդակությունը սպանելու համար։ Նիկոլ Փաշինյանի մտադրությունը կարծում եմ ընթերնելի են, նույնիսկ ինքը չի էլ թաքցնում։ Եթե մարդը այնքան ցինիզմի կարող է հասնել, որ ասի, հա, ԱՑ-ի աշխատողին հանձնարարել եմ ինչ-որ քահանաների հետ աշխատանք տանել, վեհապարյանը զեղչելու նպատակով, իսկ սա հանցագործության մասին բացահայտ ինքնախոստովանություն է։ Եթե ինչ-որ մեկը հանցագործության մասին ինքնախոստովանի, ավելի բաց տարբերակ չկա դա անելու, ինչպես անում է Նիկոլ Փաշինյանը։ Ես կցանկանամ նաև խոսել հետևյալ հարցի մասին։ Ժամանակին, երբ թեկուզ նախկին իշխանությունների ժամանակ կարող էր մեկի մազը մի փոքր ծռվել, անմիջապես հայտնում էր Պյոտր Սվիտալսկին եւ ելույթներ էր ունենում, նաև այստեղից հաղորդագրություններ էին գնում դեպի Բրյուսել, Բրյուսելից արձագանքներ էին լինում, հիմա դա չկա։ Մենք տեսնում ենք այս փուլում, այս համատարած ռեպրեսիաների փուլում, օրինակ Եվրոմիության դեսպանի խուլ ու համր լինելը։ Լավ, սա ինչով է պայմանավորված, արդյոք Նիկոլ Փաշինյանը պետք է եվրոպացիներին, օրինակ հակառուսական դիրքորոշման համար։ Տեսեք, օրինակ, երբ որ ես քաղաքականավոր եմ եղել 2004 եւ 8 թվականներին, Կալանքի շրջանում ես տեսել եմ բազմաթիվ դեսպանների արևմտյան երկրների, որոնք այցի էին գալիս եւ ամենայն մանրամասնությամբ արձանագրում էին բոլոր այն հնարավոր խախտումները, որ մեր նկատմամբ կատարվել են, եւ քրեական գործի մասով, եւ բանտում պահման պայմանների եւ այլն եւ այլն։ Եվ իսկապես այդ թվերի քաղաքականավորները բավարար չափով պաշտպանված էին, որովհետեւ կար արևմտյան ինստիտուտների համակ ուշադրություն այդ խնդրին, նույնիսկ 19:00 բանաձև չեն ընդունեց ԵԽԽՎ-ն։ Կար հասարակության շատ ակտիվ հակազդեցություն, ավելորդ չեմ համարում հիշեցնել, որ 2004 թվականին իմ ընկերներիս կալանավորումից հետո Սիլվա Կապուտիկյանը օրինակ հետ վերադարձրեց իր պետական պարգևները, հասարակությունը ալեկոծվում էր եւ այլն եւ այլն։ Հիմա քաղաքականավոր լինելը հերոսության պես մի բան է, որովհետեւ ոչ միայն իշխանության խոշտանգումներին ու բռնություններին է ենթարկվում, այլ նաեւ այդ բռնություններն ու այլանդակությունը խրախուսվում է արևմտյան կառույցների կողմից, որն է նրանց շահը։ Նրանց շահը շատ պարզ է։ Տեսեք, մինչև 2022 թիվը նման բան չէր լինի։ Գուցե անտարբեր լինեին, բայց հաստատ նման անհոգություն չէին ցուցաբերի, գոնե ձևականորեն ինչ-որ արձագանքներ կանեին, եթե մարդու իրավունքներից այս կարգի շեղում, հա, լիներ։ Ռուս-ուկրաինական պատերազմը շատ բան է փոխել է նաև Եվրամիության բյուրոկրատիայի վերաբերմունքը մարդու իրավունքների ժողովրդավարության նկատմամբ։ Դրանք բոլոր այն ռեժիմներին սատելիտ, որոնք հակառուսական կապրիզներ կարող են անել, ինչ-որ պրոբլեմներ հարուցել մեծ ու փոքր Ռուսաստանի համար, քաջալերում եւ աջակցում են։ Այլ բացատրություն չկա, ինչու պիտի ամեն գնով իրենք նպաստային Սանդուի հաղթանակին կամ նրա կուսակցության Մոլդովայում, բանում ավելի մեծ լկտիություն արեցին Ռումինիայում, երբ որ Ջորջեսկոին հաղթած տեխնացուին առաջի փուլի արդյունքներով ընդհանրապես ընտրական կամպանիայից դուրս դրեցին, առաջի փուլի արդյունքներն էլ չեղյալ հայտարարեցին, իսկ ինչու կարծում որ նույն բանը Հայաստանում չի կրկնվելու։ Ու դուք կարծում եք, որ Նիկոլ Փաշինյանը պատահաբար փոխեց ռետորաբանությունը։ Ես չեմ կարծում։
Այսինքն հիմա տեսեք ինքը կաթողիկոսին էլի մտածածին մի մեղքի մեջ է մեղադրում, որ արդեն տեղավորվում է այսպես կոչված եվրոպական նարատիվների մեջ, աշխարհաքաղաքական։ Այսինքն հեռացնում է ուզում է հեռացնել մայրաթորից մեկին, որին արդեն կնքել է KGB-ի գործակալ բանով, անունով, դա տենց հեշտ է, չէ, եվրոպացիների մոտ էլ ցանկացած այլանդակություն կարա մարսվի։ Եվ վստահաբար ես վստահ եմ, որ Երևանի կառավարական կաբինետներից Բրյուսել, Ստրասբուրգ, այլ մայրաքաղաքներ կեղծ փաստաթղթեր են հիմա հոսում, այս կամ այն ընդդիմադիրի հետևում չերևացող կամ երևացող ռուսական ականջների, ռուսական հետքի եւ այլնի մասին։ Տրամաբանությունն է սա եւ ցանկացած մեկը կամ բոլորս, եթե ընտրություններին մասնակցենք, պետք է բոլոր հանգամանքները հաշվի առնենք, որ իշխանությունները 15% ավելացած բոնուսով են մասնակցում ընտրություններին, մեկնարկային անհավասար պայմաններում, որտեղ վարչական ռեսուրսը գրեիք շահագործելու եմ։ Դի նկատի ունենանք, որ ֆիլտրումների համակարգը աշխատելու, դի նկատի ունենանք, որ բռնությունների համակարգը աշխատելու։ Հետևաբար 6-7 ամսում ընդդիմադիր ուժերը շատ բարդ ու դժվար խնդիր ունեն լուծելու։ Մենք պետք է կարողանանք առանձին կամ հավաքականորեն այնպիսի համակարգ ստեղծել, որը այս բոլոր մարտահրավերների տակից կարողանա դուրս գա։ Տեսեք, ես նշեցի բազմաթիվ քաղաքական բանտարկյալների անուններ եւ ցավոք սրտի բոլոր նշաններից երևում է, որ քաղաքականավորների թիվը ապագայում մոտ ամիսներին կարող է ավելանալ եւ ընդդիմությունը օրինակ քաղաքական բանտարկյալների հարցով, հա, կոնկրետ, ինչ պետք է անի։ Գիտեք, քաղաքականավորների հարցը առաջին հերթին իրավունքի եւ հումանիզմի հարց է։ Այսինքն այդ մարդկանց ազատությանը պիտի ձգտել եւ ամեն ինչով հասնել առաջին հերթին որպես հումանիստական խնդիր, հումանիզմի դրսևորում։ Բայց քանի որ մենք նախընտրական ցիկլում ենք, քաղաքականավորների խնդիրը դառնում է մաքուր քաղաքական հարց։ Բացի այն հումանիստական բաղադրիչից մաքուր քաղաքական հարցը։ Ես ու դուք պատմաբան ենք, նաև քաղաքագիտությամբ զբաղվելու հարուստ փորձ ունենք, ու մի հատ շատ ակնհայտ ճշմարտություն կա։ Չեն կարող երկրում երաշխավորված լինել օրինական ընտրությունները, եթե այդ երկրում կան քաղաքաբանտարկյալներ։ Ուղղակի դա բացառված է։ Պրակտիկ օրինակով բացատրեմ, որպեսզի մեր որոշ ընդդիմադիրներ կամ հասարակությունը այդ հասկանան։ Տեսեք, հիմա պետք է գնանք նախընտրական հանդիպումների, չէ՞ մի քանի ամիս հետո, 2-3 ամիս հետո։ Մեր նախընտրական հանդիպումները չզարմանանք, եթե դատարկ դալիճներում լինեն, օրինակ, կամ կիսադատարկ, դա ցանկացած մարդ, ասենք Սուրեն Սուրենյանցի որևէ համակիր, որ պիտի գա հանդիպման, այդ համակիրը շատ լեգիտիմ հարց է տալու ինձ։ Ասելու է, եթե խոսք ասելու համար, մի խոսք ասելու համար, աշխարհի ամենահարուստ մարդը ճաղերի հետևում է։ Կամ պաշտպանված շատ ճանաչված լրագրողներ ճաղերի հետևում են, որ խոսք ասել իրանց գործն է, իրանց առաքելությունն է, չէ՞։ Այդ որտեղ է երաշխիքը, որ ես քո հանդիպանը գալու պատճառով առնվազն չեմ զրկվելու օրվա հաց վաստակելու աշխատանքից։ Ու դու ոչ մի հակափաստարկ չունես, որտեղ գործ ունես հենց այդ կարգի ռեժիմի հետ։ Հետևաբար, եթե իսկապես մենք անկեղծորեն մտածում ենք, որ ընտրությունների միջոցով կարող ենք իշխանություն փոխել, ես կարծում եմ, որ պետք է մտածենք այդպես։ Մի հատ տնային առաջադրանք ունենք, կամ շատ արագ հասնում ենք քաղաքականավորների ազատ արձակմանը եւ նոր մտնում ենք ընտրական կամպանիայի մեջ, կամ եթե այդ խնդիրը չենք լուծում, օրինական ընտրությունների մասին կարող ենք մոռանալ։ Որտեւ ելի եմ կրկնում, մարդուն պատանդ պահող իշխանությունը քվե, ընտրատուփ, ցանկացած բան կարող է գրպանել կամ գողանալ։ Որևէ երկրի օրինակ չեք կարող բերել։ Օրինակ Բելարուսում դուք հավատում եք օրինական ընտրություններին կամ Ադրբեջանում կամ Կենտրոնական Ասիայի որևէ երկրում։ Առաջի պատճառը, որ հարցնեն ձեզ ինչի չեք հավատում,
որ շատ խորացած էլ չլնեք այդ երկրներից ամեն մեկի առանձնահատկության մեջ, առաջին բանը պատասխանը ձեռնելու այն, որ քանի որ այդ երկրում ֆորմալիստական առումով ընդդիմություն էլ չկա, քանի որ ով կարծիք հայտնում է բանտում։ Ճիշտ է։ Հիմա նույն բանը լրիվ տարածվում է Հայաստանի վրա այս պահին։ Ոչ մի տարբերություն չկա։ Ցանկացած այլընտրանքային կարծիք հայտնող մարդ, եթե ոչ այդ պահին միջնաժամկետ հեռանկարում ճաղերի հետևում հայտնվելու մեծ ռիսկի տակ է։ Հեռանկար։ Չեմ ասում, հենց եթերում բան ասեցիր, դուս եկար նույն պահին կալանավորելու են։ Չէ, ամեն մեկը, այն որ ասում ամեն մեկին իր ժամանակը կհասնի, մոտա պատկերավոր ասած, հա։ Հետևաբար, եթե ընդդիմադիր ուժերը անկեղծ են ընտրություններով իշխանափոխություն իրականացնելու իրենց ձգտումների մեջ, նախ պիտի նույն անկեղծությամբ ու հետևողականությամբ եւ միասնական ջանքերով հասնեն քաղաքականավորների ազատ արձակմանը։ Հակառակ պարագայում քաղաքականավորների արկայությամբ ընտրությունները, այդ ընտրություններ են դառնալու իշխանության վերարտադրության ու բանտերը նոր քաղաքականավորներով լցնելու մասին։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Իմ հյուրն էր Դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը, ձեզ հետ էր Դավիթ Ֆիդանյանը, բաժանորդագրվեք Anti-Fake YouTube ալիքին, կհանդիպենք։